Սիրելի քույրեր և եղբայրներ, այս գիրքը ծնվել է Սուրբ Հոգու ներշնչմամբ և իմ սրտի խոնարհ ցանկությամբ փառաբանելու Հայր Աստծուն, Հիսուս Քրիստոսին և Սուրբ Հոգուն։ Իմ միակ նպատակն է, որ յուրաքանչյուր ունկնդիր զգա Սուրբ Հոգու ներկայությունը և Հիսուսի սերը իր կյանքում։ Թող այս գիրքը լինի ձեզ համար հոգևոր ուղեցույց, խաղաղության և հույսի աղբյուր, ուխտի նշան և Սուրբ Հոգու լուսավորություն, ինչպես այն լուսավորում է իմ սիրտը։ Փառք ու պատիվ Աստծուն այժմ և հավիտյան։ Զոյա Ասլանյան կամ Զոյա Ղարիբյան, Աստվածային քո սուրբ գրքում։ Նախանձը փորձեց սիրտս մտնել։ Նախանձը փորձեց սիրտս մտնել, նրան ասացի ոչ, ատելությունը թակեց սրտիս դուռը, ասացի փակ է այն քեզ համար, բամբասանքը փորձեց սիրտս մտնել, ասացի չունենք խոսքեր մենք միասին, ագահությունը թակեց սրտիս դուռը, չփորձեցի անգամ բացել նրա համար, ասացի ինչ որ ունեմ բավ է Տիրոջմով տրված, կեղծավորությունն էլ թակեց սրտիս դուռը, ուզեց մտնել ու բնակվել, ասի ծնվել եմ ես անկեղծ ու մաքուր, չկա քեզ համար անգամ փոքրիկ անկյուն, նենգությունն ու սուտը եկան, փորձեցին մտնել ներս, ասացի գնացեք, շատ հեռու եք դուք էլ ինձանից, ծնել է Տերը ինձ պարզ, ճշմարիտ, այդպես էլ կամ ու կմնամ, չարը փորձեց սիրտս մտնել, ասացի միայն բարու համար է նա ստեղծված, բարին կիշխի նրան հավիտյան, ասի Տերն է իմ սրտի Տերը, թող որ իմ Տերը մենակ ապրի այնտեղ, չէ որ ինքն է ստեղծել այդ սիրտը ու Տիրոջն է պատկանում նա հավիտյան, թող Տիրոջ սերը թևածի իմ սրտում, թող Տիրոջ բարությունը բնակվի այնտեղ, Տիրոջ խաղաղությունն ու շնորհքը տիրեն իմ սրտին, Տերն է վկան իմ խոսքերի, ինչ գրել եմ այն էլ արել, սիրտս բաց է միայն Տիրոջ համար, նրա բարի կամքի համար, ամեն։ Խոսք Աստծու հետ եկած սրտից։ Կենդանի ջուր եկած երկնքից, Հիսուս իմ կյանքի ու հավատքի աղբյուր, իչքան էլ խմեմ չեմ հագենա, երկնքից իջար Տեր, որ իմ փոխարեն դու վերցնես իմ պատիժը, իմ տեղում դու եղար, քոնում ինձ դրեցիր, Աստված էիր, մարդ դարձար, որ մարդկանց հոր համար աստվածներ դարձնես։ Իմ Տեր Հիսուս, քանի որ դու նրանց պատասխանեցիր, ձեր օրենքում չէ որ գրված է, ես ասացի թե աստվածներ եք, զորավոր են քո գործերը, պատմելով մարդս չի կարող հասկանալ, միմիայն քո խոսքին հավատալով կհասկանանք, իմ մեղքը վերցրիր քեզ վրա, փոխարեն քո արդարությունը տվեցիր, իմ հոգսերը վերցրիր քեզ վրա, փոխարեն քո հույսը տվեցիր, իմ հավատքի աղբյուր, հորդ, որդուդ, Սուրբ Հոգուդ հետ միասին հագեցնում եք իմ հոգու ծարավը, լցնում իմ կյանքը նոր լույսով, իմ մահը վերցրիր քեզ վրա և քո կյանքը դրիր իմ մեջ, որ ես երբեք չմահանամ և քեզ հետ ապրեմ հավիտենական կյանքով, ամեն։ Թվում է թե քրիստոնյա են,
ճշմարտությունը հեռու է նրանցից, հաղորդություն չունեն կենաց հացից, թվում է, թե քրիստոնյա են ու Քրիստոսին են նմանվում, ասում են, Քրիստոսի հետքերով ենք գնում, սակայն ժպիտներն ու արարքներն են կեղծ, ցույց են տալիս, թե Քրիստոսի լուծն են քեզ հետ քաշում, բայց ամեն մեկը իր շահն է փնտրում, խոստանում են սարեր, բայց գլխիդ են տալիս քարեր և խայթում են ինչպես օձեր, միթե քրիստոնյան ստախոս կլինի կամ նենգամիտ ու գող, թաքցնելով ճշմարտությունը չարի ճանապարհով կգնա և չարի լեզվով Հիսուսի գովքը կերքի, միթե քրիստոնյան խուլին, համրին ու կույրին կքարկոծի, նրանց ճամփին խոչընդոտ կդնի և նրանց հանդեպ ատելությամբ կլցվի կամ իր նման քրիստոնյային բանտի դռները կհասցնի, հանուն փողի տիրոջ պատվիրանը զանց կանի կամ հանուն փողի ընտանիք կքայքայի, տիրոջ անունն է օգտագործում իր փառքի համար, որպեսզի մարդկանց երևա ճշմարիտ և արդար, այդպես արեց նաև սատանան, ուրացավ, որ իրեն տերն է ստեղծել, տիրոջմով էր ճանաչվել, փորձեց Աստծո դեմ ըմբոստանալ, նրա գահին ու փառքին տիրանալ, նրա տեղն էր ուզում նստել, նրանից վեր բարձրանալ, բայց ավաղ իր հպարտության և գոռոզության պատճառով ընկավ, դժոխքում որդերի կեր դարձավ, ամեն։ Ո՞վ է մեր Աստվածը։ Աստված, համայն տիեզերքի աստվածների մեջ, Թագավոր, համայն տիեզերքի թագավորների մեջ, Տեր, համայն տիեզերքի տերերի մեջ, Հոգի, համայն տիեզերքի հոգիների մեջ, Բժիշկ, համայն տիեզերքի բժիշկների մեջ, Գիտնական, համայն տիեզերքի գիտնականների մեջ, Լույս, համայն տիեզերքի լույսերի մեջ, Հայր, համայն տիեզերքի հայրերի մեջ, Իմաստություն, համայն տիեզերքի իմաստունների մեջ, Ուսուցիչ, համայն տիեզերքի ուսուցիչների մեջ, Փրկիչ, համայն տիեզերքի փրկիչների մեջ, Կյանք, համայն տիեզերքի կյանքերի մեջ, Հերոս, համայն տիեզերքի հերոսների մեջ, Զորություն, համայն տիեզերքի զորությունների մեջ, Վարդապետ, համայն տիեզերքի վարդապետների մեջ, Սկիզբ ու վերջ, տիեզերքի սկզբի ու վերջի մեջ, ամեն։ Հայրը տվեց ինձ այդ սերը։ Ժամանակն է, որ մենք իմանանք Տիրոջ հետ դարձել ենք մեկ։ Հիսուս, ես քեզ սիրում եմ։ Հիսուս, դու ես իմ կյանքի սկիզբը ու վերջը։ Հիսուս, դու ես իմ կյանքի իմաստը և ամեն ինչը։ Հայրը տվեց ինձ այդ սերը, որ ես հասկանամ, որ դու ես իմ կյանքի սկիզբը։ Հայրը տվեց ինձ այդ սերը, որ ես հասկանամ, որ դու ես իմ կյանքի վերջը, ամեն։ Ձեռքդ մեկնեցիր։ Ձեռքդ մեկնեցիր, մահվան փոսից դուրս հանեցիր, Հիսուս, ասացիր, ես եմ մահացել քո փոխարեն, մեղքդ վերցրել քո փոխարեն, և հիմա ապրում եմ քո սրտի մեջ,
տանջանքներիդ դնելով վերջ։ Ասում ես, գնա ապրիր դու խաղաղությամբ, վայելիր կյանքը լի ուրախությամբ, սովորիր սիրել ու սիրվել, քո տիրոջ պատգամը կատարել։ Ապրում եմ ես հիմա այդպես, վայելելով քո սերը մշտապես, ունեմ Հայր, Որդի և Սուրբ Հոգի և հավիտենական կյանքը երկնքի։ Ամեն։ Ասում եմ ես ոչ այդ չարին, ասում եմ ես ոչ այդ չարին, սատանան էր եկել սրտիս դուռը թակել, ուզում էր անարգելքն աներս մտնել, ուզում էր, որ իրեն ենթարկվեմ և իր չար կամքը կատարեմ։ Ասում եմ ես ոչ այդ չարին, քանի որ ես գիտեմ, թե որն է բարին, չարի կամքը ես լավ գիտեմ, քանդում է նա ամեն մի տուն, եթե մարդը վստահում է այդ չար ոգուն, մահը, ցավը, վիշտը իր գիրկն առած, թակում է նա նաև ամեն մի դուռ, փնտրում է նա ու մոտենում, իր կեղծ ու սուտ չար լեզվով, Աստծու խոսքից հեռու մարդկանց շաղակրատում հանում խելքից, խաղում է նա իր չար խաղը, գցելով նրանց իր թակարդը։ Ամեն։ Հիսուս, բժշկություն, ուժ ու զորություն, բժշկական զորավոր աղոթք։ Եվ երբ կյանքդ այդ լույսի մեջ է, դու տեսնում ես ամեն ինչ, իսկ երբ խավարի մեջ, չես տեսնում ոչինչ։ Հիսուս, լույս իմ կյանքի մեջ, լուսավորեցիր կյանքս։ Հիսուս, ուժ ու զորություն ոսկորներիս, տեսողություն աչքերիս, շնչառություն թոքերիս, լսողություն ականջներիս, խաղաղություն սրտիս, ճշմարտություն երիկամունքիս, արդարություն անձիս, իմաստություն մտքիս, գիտություն ուղեղիս, փրկություն հոգուս, բժշկություն մարմնիս։ Ամեն։ Ազատագրվել մեղքից։ Աղոթք։ Հիմա գալիս եմ երկնային գահիդ առջև, երկրի մեղքերից կեղտոտված, խնդրում եմ, որ ինձ մաքրես և քո արյունով այն ջնջես։ Ձեռքդ մեկնեցիր և սրբեցիր, խոսքովդ ներեցիր, արյունովդ ջնջեցիր, Սուրբ Հոգովդ ազատեցիր։ Ամեն։ Ինչպես հավատանք, այնպես էլ կստանանք։ Միթե մեղք է, որ մարդ իր տիրոջն է հավատում և իր նեղության մեջ իր տիրոջն է վստահում, հիվանդության ժամանակ իր տիրոջն է դիմում, իր բոլոր հոգսերի ժամանակ նրանից օգնություն խնդրում։ Միթե սխալ է, որ Աստծուն քո ապավենն ես դարձնում, նրան քո փրկիչն ես համարում։ Տեր, իմ հիվանդ ժամանակ ես քեզ եմ դիմում, իմ բժշկությունը քեզանից եմ հայցում։ Տեր, քո մարգարեն էլ էր ասում, բժշկիր ինձ Տեր, և ես բժշկված կլինեմ։ Փրկիր ինձ Տեր, և ես փրկված կլինեմ, քանզի դու ես իմ պարծանքը։ Տեր, այն հիվանդ կինն էլ, որ իր մտքումն ասաց, եթե նրա շորին դիպչեմ, ապա կբժշկվեմ, և դու խրախուսեցիր ասելով, դուստր, քո հավատքը քեզ փրկեց։ Իսկ ես ասում եմ, եթե միայն նրան դիմեմ և իր խոսքին հավատամ, ապա կբժշկվեմ։ Եվ ես էլ եմ լսում ինձ համար նույն պատասխանը. գնա խաղաղությամբ, քո հավատքը քեզ փրկեց։ Միթե ճիշտ չի անում այն մարդը, որը հավատում է իր Աստծուն և քայլում է նրա ճամփաներով և ամեն ինչ վստահում է իր Աստծուն։ Միթե ճիշտ չի անում մարդը, որ իր բժշկության համար տիրոջն է դիմում,
որ իր բժշկությունը նրանից ստանա ըստ իր հավատքի։ Միթե սա մարդուս համար մեղք է համարվում, հավատում է, որ Աստծո խոսքը կարող է իրեն ազատել, և հավատում է, որ Հիսուսի վերքերով ինքն էլ բժշկված է, ինչպես Տիրոջ խոսքում է գրված։ Արդյոք սխալ է, որ մարդը վստահում է իր Տիրոջը և հավատում է ըստ Տիրոջ խոսքի, որ մեր հոգսերը Տերը վերցրել է իր վրա։ Միթե մեր օրերում էլ մարդ իրավունք չունի այնպես հավատալ, ինչպես Հիսուսի օրերում այն քանանացի կինը, որի աղջիկը չարաչար դիվահարվում էր։ Նա Տիրոջը խնդրեց աղջկան բժշկել։ Կնոջ իմաստուն պատասխանի համար Տերը գովեց նրան ասելով. «Ով կին, մեծ է քո հավատը, թող քեզ լինի, ինչպես որ կամենում ես»։ Միթե եթե ես Տիրոջից եմ սպասում բժշկություն և ոչ թե բժիշկներից, ապա Տեր ինձ կասի. «Ինչու չես այցելում բժշկի»։ Թե հակառակը կասի. «Այն կնոջ նման քո հավատքը քեզ փրկեց»։ Եվ կասի. «Եթե դու Տիրոջ խոսքին հավատում ու վստահում ես, օրհնյալ ես դու»։ Միթե մեղք է գործում այն մարդը, որ ապավինում է Տիրոջը, և ոչ թե մարդուն, քանի որ Տիրոջ խոսքը ասում է. «Երանի այն մարդուն, որը Տիրոջն է ապավինում և ոչ թե մարդուն»։ Միթե մեղք է այն մարդու համար, որ Աստծո խոսքն է վեր պահում, և ոչ թե Եվայի նման ստին հավատում, Եդեմի այգում, երբ չարախոսում էր նրան խաբում, թե Տիրոջ խոսքը ճիշտ չի ասում, որ արգելված պտուղն ուտեք, դուք կմահանաք։ Տիրոջ խոսքն է ճշմարիտ։ Տերը մարդ չի, որ սուտ խոսի։ Հիսուսն ասաց. «Ես եմ ճշմարտությունը»։ Միթե մարդը կքննադատվի իր հավատքի համար, որ հավատում է Աստծուն, թե Աստված կարող է անել ամեն ինչ։ Միթե մարդը կքննադատվի լոկ նրա համար, որ ունի հավատք առաքյալների ժամանակի, հավատում է, որ Քրիստոսը գործում է նույն հրաշքները, ինչպես անցյալում, այնպես էլ մեր օրերում։ Ես հավատում և վստահում եմ նրա խոսքին։ Իմ բժշկությունը նրանից սպասում ու ըստ իմ հավատքի լսում ինձ համար էլ Հիսուսի խոսքերը։ Թող լինի քեզ այնպես, ինչպես որ դու հավատացիր, կամ ինչպես այն մեծահարուստի նման ասում է. նույնիսկ այսպիսի հավատք Իսրայելում էլ չգտա։ Երբ որ նա խնդրում էր իր ծառայի համար, որ եթե Հիսուսը միայն խոսքով ասի, ապա իր ծառան կբժշկվի. «Տեր, դու խոսքով ինչ ասում ես, այն էլ անում ես։ Տեր, դու խոսքով ինչ ասում ես, այն էլ հաստատում ես։ Քո խոսքը ուժ ունի, քո խոսքը զորություն ունի։ Քո խոսքը կարող է ամեն ինչ քանդել և դրա փոխարեն ամեն ինչ նորից ստեղծել։ Տիրոջ խոսքը նույնն է երեկ, այսօր և հավիտյան։ Ինչպես հավատանք, այնպես էլ կստանանք։ Ամեն։